Բարի գալուստ մայրիկների ակումբ։ Նորացնի մկրտությունը մանկանն Աստծո բարեգթությանը հանձնելու հրաշալի մի ծես է, որի իրականացման լավագույն ժամանակի մասին կխոսի հոգևորականը։ Ինչ վտանգներ է պարունակում երեխային չափից շատ ստերիլ պահելը, վտանգների մասին կխոսի մանկաբույժը։ Հեռուստադիտողի ուղարկած նամակի քննարկումը առավել շատ կհետաքրքրի դպրոցահասակների մայրիկներին։ Ամառ, բակ խաղեր, տարվա այս եղանակին ավելանում են երեխաների ստորին վերջույթների կոտրվածքների դեպքերը, առաջին օգնության կանոնները կներկայացնենք տեսանյութի միջոցով։ Մաքրությունը, հիգիենան առողջ փոքրիկ մեծացնելու կարևորագույն նախապայմաններն են։ Մեկ հայացք փոքրիկին ու պարզ է դառնում, թե ինչպես է նրան խնամում մայրիկը։ Հագուստ, մաշկ, բույր, այս հարցում կարծում եմ այլընտրանք լինել չի կարող։ Սա պետք է լինի օրինաչափ, սովորական։ Սակայն երեխաների խնամքի հիգիենայի հարցերում էլ ցավոք մայրիկները երբեմն ծայրահեղությունների գիրկն են ընկնում։ Փնթիության մասին չէ, որ կխոսենք առաջիկա րոպեների ընթացքում, կխոսենք հակառակ բևեռի, երեխային չափից շատ ստերիլ, մաքուր պահելու մասին, ինչ վտանգներով է հագեցած այս ծայրահեղությունը։ Երեխայի լույս աշխարհ գալուն պես գրեթե բոլոր ծնողների միակ մտահոգությունն առողջ փոքրիկ մեծացնելն է դառնում։ Հանկարծ երեխաս չմրսի, հանկարծ չհիվանդանա, հանկարծ կեղտոտ ձեռքերը բերանը չդնի։ Երեխային չմրսեցնելու մտահոգությունը մայրիկին ստիպում է այնքան շատ հագցնել փոքրիկին, որ երեխայի օրգանիզմի ջերմակարգավորման համակարգը դադարում է զարգանալ։ Մանրէներից խուսափելու համար էլ մայրիկները փորձում են երեխային շրջապատող միջավայրը դարձնել չափից շատ ստերիլ։ Արդյունքում ամենաչնչին քամին կամ թեթև վարը կարող են լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Նորածինը տեսեք անպաշտպան, ուրեմն ծննդատնից գալիս է տուն, ծննդատանը հարաբերական ավելի ստերիլ վիճակում, ավելի մաքուր, չէ, որովհետև պահպանում են հիգիենայի բոլոր կանոնները, եւ նա գալիս է տուն, անմիջապես ընկնում է այլ միջավայր։ Այստեղ պետք է չափի մեջ լինեն, այսինքն պետք է լինի միջինը, ոչ շատ ստերիլ, ոչ էլ շատ այնպես աղտոտված միջավայր, որտեղ փոքրիկ երեխան իմուն համակարգը առանցնել դեռևս չի զարգացել եւ նա շատ շուտ կարա հիվանդանա, օրինակ ինֆեկցիոն հիվանդություններով։ Կամաց պետք է ընտելացնել երեխային տան պայմաններին։ Երեխայի համար բացառապես ստերիլ միջավայր ստեղծելով ոչ թե օգնում, այլ վնասում ենք փոքրիկին, նրան դարձնելով ավելի խոցելի։ Պետք չէ իսպառ բացառել երեխայի շփումը մանրէների հետ։ Շփվելով ոչ պաթոգեն մանրէների հետ, կոփվում եւ ավելի ամրանում երեխայի իմունային համակարգը, որը նախատեսված է միկրոբների կամ այլ օտարածին մասնիկների դեմ պայքարելու համար։ Երբ երեխան մեծանում է իդեալական ստերիլ միջավայրում, նրա օրգանիզմը հնարավորություն չի ունենում շփվելու տարբեր բակտերիաների հետ եւ իմուն համակարգը սկսում է զարգանալ սխալ ուղղությամբ։ Արդյունքում փոքրիկը շրջապատում առկա բազմաթիվ վիրուսների ու ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ ավելի ընկալունակ է դառնում։ Կոփվում է իմուն համակարգը, այսինքն հետո նրանք սկսում են ավելի քիչ հիվանդանալ։ Իսկ այն երեխաները, որոնք այդ տարիքում սակավ են հիվանդանում կամ չեն հիվանդանում, մեծանում են ավելի ծանր են հիվանդանում, օրինակ ծանր են տանում բրոնխիալ ասթման, ալերգիկ հիվանդությունները եւ այլն։ Բայց պետք է ամեն ինչ չափի մեջ լինի։ Ստերիլ միջավայրում մեծացող փոքրիկները ընկալունակ են լինում նաև տարաբնույթ սեզոնային ալերգիաների նկատմամբ։ Ալերգիան իմուն համակարգի սխալ պատասխանն է օտարածին մասնիկներին։ Ալերգեններն անտիգեններ են, որոնք չհանդիպելով բարձր դիմադրողականության իմուն համակարգի գերզգայունություն եւ ալերգիկ ռեակցիաներ են առաջացնում։ Առողջ, ուժեղ դիմադրողականությամբ զարգացած իմունային համակարգով փոքրիկ մեծացնելու համար պետք է թույլ տալ, որ երեխան մեծանա բնական միջավայրում, առանց ծայրահեղ ախտահանող միջամտությունների, առանց ստերիլիզացված ծծակների ու պարբերաբար եռացվող խոհանոցային պարագաների։ Պետք չէ սահմանափակել երեխայի շփումը հասակակիցների հետ, պետք չէ բացառել բակային խաղերը, մաքուր օդը, զբոսանքն ու ակտիվ կենսակերպը։ Սրանք կոփման եւ իմունիտետի զարգացման լավագույն տարբերակներն են, որոնք էլ թույլ կտան փոքրիկին հաղթահարել եւ շրջանցել մի շարք վիրուսային եւ ինֆեկցիոն հիվանդություններ։ Մենք հայերս քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին ազգը լինելով, այդուհանդերձ այսօր չենք համարձակվի ասել, թե փայլում ենք կրոնի, հավատքի, եկեղեցու, մեղքի ու փրկության մասին ունեցած մեր գիտելիքներով, բայց վստահ կարող ենք ասել, որ եկեղեցուն հավատքին առնչվող որոշ գործողություններ անկախ մեր գիտելիքներից ու հավատքի զորությունից այդուհանդերձ իրականացնում ենք, դրանց պահանջը մեր արյան մեջ է։
Խոսքիս վառապացույցը մկրտությունն է։ Ըստ հայ առաքելական եկեղեցու ընկալման, մկրտության ջրի մեջ մտնելը խորհրդանշում է Քրիստոսի հետ մեռնելը, ընկղվելը, թաղվելը եւ ջրից ելնելը, նրա հետ հարություն առած նոր կյանք սկսելը։ Երբ մկրտել նորացնին, ինչպես պատրաստվել արարողությանը, այս եւ այլ հարցերի պատասխաններ ակնկալում եմ ստանալ Տեր Ղազար Քահանա Պետրոսյանից։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք անչափ կարևոր թեմայի մասին ենք խոսելու։ Նախ, բայց պետք է խնդրեմ եւս մեկ անգամ ձեզ բարձրաձայնել մկրտության խորհրդի ու նշանակության մասին։ Մկրտության խորհուրդը շատ խորն է, որովհետև այն վերստին ծննդյան խորհուրդ է։ Հիսուս Նիկոդեմոսին բացատրեց, որ մինչև վերստին չծնվեք, չեք կարող երկնքի արքայություն մտնել։ Նույն արարիչը, ով որ օրինադրեց մարդուն ծնվելու իր երկրավոր մորից եւ դառնալու երկրավոր քաղաքացի, նույն արարիչը օրինադրեց ջրից եւ հոգուց վերստին ծնվելով դառնալու երկնաքաղաքացի։ Դրա համար ամեն մարդ ծնվում է երկու անգամ, մեկը երկրավոր մորից երկրավոր քաղաքացի, մեկը երկնավոր մորից, որ է Սուրբ եկեղեցին, դառնալով երկնային քաղաքացի։ Տեր հայր շատ հարցնում են մայրիկները, թե երբ պետք է կնքել երեխաներին, որովհետև ներկայիս մայրիկները, եթե այս ժամանակներով նայենք, տեսնենք, որ սովետական տարիների ծնունդ են եւ նրանք են նույնիսկ մեր օրերում կնքվում հարսանիքներից առաջ, որովհետև պարտադիր է դա, ու նրանց մոտ միշտ հարց է ծագում, երբ պետք է երեխային կնքել։ Առաքելական կանոնագրքի հենց առաջի կանոնախումբն է սա։ Եվ այնտեղ հստակ ասվում է, որ մանուկը պետք է մկրտվի 8-րդ օրը։ Մեր օրերում փառք Աստծո չկան արգելքներ, արդեն մարդիկ տեղեկացված են, շատ հաճախ դրա մասին խոսում են հեռուստատեսությամբ, այնուամենայնիվ խնդիրը դեռ շարունակվում է։ Եզակի ընտանիքներ կարելի է տեսնել, որտեղ երեխային 8 օրականում կամ թեկուզ 40-ի ժամանակ կնքում են։ Պատճառաբանությունները շատ տարբեր են, ու երբ խոսում ես ծնողների հետ, հիմնականում ասում են, որ դեռ ֆինանսական միջոցներ չկան, մկրտության արարողությունը պետք է շատ ճոխ նշել, փորձում են երկու երեխաների մկրտությունը համատեղել, սպասում են մեկամյակին, խնջույքներին եւ այսպես տարբեր արդարացումներ, ինչպես կմեկնաբանեք դրանք։ Ամենավտանգավոր առարկությունը աղանդավորական այդ մտքի քարոզչությունն է, որ մանուկը պետք է դառնա չափահաս նոր մկրտվի։ Այո, Սակայն մենք գործ առաքելոց գրքի մեջ արդեն իսկ Աստվածաշնչի մեջ ընթերցում ենք բազմաթիվ դեպքեր, երբ որ առաքյալները գնացին եւ այսինչ տիկնոջը, այնինչ անհատին, այնինչ զորահրամանատարին մկրտեցին ողջ ընտանիքով։ Ուստի ընտանիք չի ենթադրում մարդ եւ կին, ընտանիք ենթադրում է մարդ, կին, զավակներ առնվազն։ Որ չասեմ այն ժամանակվա մեծ ընտանիքները, որտեղ կարող էին տարբեր հասակի եւ տարբեր հասկացողության մարդիկ լինեին։ Եվ ամբողջ ընտանիքով մկրտվում էին այս մարդիկ։ Ուստի առաքյալների ժամանակներից արդեն իսկ մանկան մկրտության երևույթը տեսանելի է եւ հստակ է Գործք առաքելոց գրքի էջերից։ Որից հետո ես արդեն ասացի առաքելական կանոնները, որ հստակ օրինադրեցին, եւ այդ հստակ օրինադրմամբ հայ մանուկը մշտապես կնքվեց 8 օրականում կամ ամենաուշը 40 օրականում։ Եթե 8 օրականում ուշացվում էր մկրտությունը տարբեր պատճառներով երբեմն, ուրեմն 40 օրականում անպայման պարտադիր էր։ Իսկ 40-ից այն կողմ հայ մանուկը անկնունք չպիտի մնար, նույնիսկ դա ամոթ էր, որ մարդ անկնունք մեծանար։ Ես իմ մանկության տարիներին հիշում եմ, որ ասում ենք դու հայ չես, որ կնքված չես։ Այդպիսի խոսքեր էլ կար, մինչև հիմա էլ շատերի մեջ այսպես ասվում է։ Սակայն ես կարծում եմ, որ մեզ համար մերժելի ամեն տեսակի օտարամուտ եւ չգիտես որտեղից ծագած միտք, հասկանալի է, նրանք այն բացատրում են փորձելով նմանեցնել Տեր Հիսուսի մկրտության հետ, որ նա 30 տարեկանում մկրտվեց Հորդանան գետում, բայց իդեպ ասեմ, որ այդ մկրտության ներքին խորհուրդը նույն խորհուրդը չի, ինչ որ Հիսուսի կողմից հրամայվեց։ Որտեվ տեսեք, հենց Գործք առաքելոցում մենք կարդում ենք, որ Պողոսի եւ Ապողոսի մեջ այս խնդիրը առաջացավ։ Ապողոսը միայն գիտեր Հովանեսի մկրտությունը եւ Հովանեսի մկրտության մկրտել էր, բայց երբ որ Պողոսը եկավ կամ ավելի ճիշտ նրա աշակերտներից, նրանք Ապողոսին բացատրեցին, որ
Հովանեսի մկրտությունը դադարել է, որովհետև նա միայն ապաշխարության մկրտություն էր։ Իսկ Տեր Հիսուսի կողմից հրամայած մկրտությունը վերստին ծննդյան խորհուրդ է։ Ուստի այս հարցը դնում ենք մի կողմ աղանդավորական այս քարոզչությունը։ Հիմա անդրադառնամ այս առարկություններին, թե ճոխ պետք է արվի, սեղան պետք է բացվի, 1 տարեկանում արվի, բոլոր երեխաները ծնվեն նոր եւ այլն։ Կարծում եմ, որ ամենաճիշտը մայր եկեղեցու դրվածն է 8 օրականում կամ ամենաուշը 40 օրականում եւ սա չպիտի կապ ունենա սեղանների հետ։ Նույնիսկ այս մտածողությունը մեղք է։ Իսկ եթե դու չկարողանաս, ասենք, շատ ճոխ սեղան գցես, մանուկը պիտի մնա առանց մկրտվելու, հիմա եկեք կշերքի մի նժարին դնենք մանկան մկրտության ժամանակ իր ստացած շնորհներին, մյուս կողմը դնենք մեր ուտել խմելու կամ քեֆ անելու այս ծանծաղ մտածողությունը։ Մենք երբ էլ կուզենանք, սեղան կբացենք մեր ընտանիքների մեջ, կուտենք, խմենք, ուրախանանք։ Գումար ունենք, մեծ սեղան կգցենք, գումար չունենք, մեծ սեղան չենք գցի։ Իսկ ամենամեծ արժեքը այդ մանուկն է։ Ուստի ծնողը Աստծուց ստացել է ամենամեծ արժեքը իր զավակին կյանք։ Սա ոչ մի գումարի հետ համատելի չէ։ Ուստի այդ կյանքը պետք է պահպանվի Աստծուց։ Չէ որ մանուկը մկրտվելով վերստին է ծնվում եւ դառնում է երկնա քաղաքացի։ Որքան է քո կարողությունը, այդ չափով էլ քո սեղանները կբացես։ Օրինակ մի հասարակ բան ասեմ, ամեն ծնող ինչ է երազում, որ Աստված պահապան լինի իր բալիկին։ Դուք պատկերացրեք մկրտությամբ, մանկան թիկունքին, սրբալույս միրոնով խաչի նշան է դրվում։ Կարծեք թե Աստծո ձեռքը իր մանկան թիկունքին լինի։ Եվ դա հետաձգել է։ Եվ դա հետաձգել ինչ որ քեֆ անելու պատճառով բարբարոսություն կլինի։ Տերայր, շնորհակալ եմ անչափ հետաքրքիր զրույցի համար, հուսանք մայրիկները հետևելով այս զրույցին իհարկե կփոխեն տեսակետը եւ երեխայի մկրտության արարողությունը հնարավորինս վաղ կկազմակերպեն։ Շնորհակալ եմ։ Վիճակագրական տվյալների համաձայն ամբողջ աշխարհում վերջույթների վնասվածքները ոսկրամկանային համակարգի ամենատարածված վնասվածքներն են։ Տարվա այս եղանակին, երբ փոքրիկներն ավելի շատ են լինում բակում, ուրախ ու ակտիվ խաղեր խաղում, նմանօրինակ խնդիրներն ավելի հաճախակի են հանդիպում։ Վերջույթների ցանկացած վնասվածքի կամ կոտրվածքի դեպքում երեխային գրագետ առաջին օգնություն ցուցաբերելը կարևորագույն նշանակություն ունի, ինչը կարող է մի շարք հետագա բարդություններ կանխել։ Հաջորդ տեսանյութը կօգնի ձեզ հարստացնել գիտելիքները այս թեմայի վերաբերյալ։ Ամառ, արևոտ, տաք եղանակ, բակային ակտիվ խաղեր, ուրախ ակնթարթներ, սակայն երբեմն փոքրիկների անզգուշ շարժումների, սայթաքումների հետևանքով ուրախ ժպիտները փոխարինվում են լացով, ցավ, այտուցվածություն եւ երբեմն անորոշություն։ Ինչ է պետք անել նման դեպքում։ Ինչպես ցուցաբերել առաջին օգնություն վերջույթների կոտրվածքների ժամանակ։ Հարցեր, որոնց պատասխանները շատ ծնողներ ցավոք չգիտեն։ Երեխան ընկավ, ոնց հասկանալ, որ հնարավոր է լինի կոտրվածք։ Կոտրվածքի հիմնական նշաններից են ցավը, որը երեխան մատնանշում է հենց հարվածի տեղում ցավ, որը ուժեղանում է, երբ որ երեխան փորձում է շարժումներ կատարել։ Շարժումները կամ բացակայում են տվյալ հոդում, եթե մենք խոսում ենք վերջույթի կոտրվածքի մասին, կամ շատ ցավոտ են։ Հարվածի տեղում միանգամից կամ մի քիչ ուշ աստիճանաբար առաջանում է այտուց, որովհետև վնասվում են նաև ոսկրի հարակից փափուկ հյուսվածքները, անոթները։ Հաջորդ նշանը դա հարվածի տեղում կարմրություն։ Նման իրավիճակներում խուճապը միայն խանգարող գործիք է, պետք է սթափվել եւ հնարավորինս արագ գործի անցնել։ Նախ եւ առաջ պետք է պարզել վնասվածքի բնույթը, ապա ձեռքի տակ եղած իրերով, օրինակ կտորով, ծառի ճյուղով անշարժացնել վնասված հատվածը, այնուհետև տուժածին տեղափոխել այնպես, որ մարմնի վնասված հատվածի ծանրաբեռնվածությունը հասցվի նվազագույնի։ Վերջույթները անշարժացնելու համար մեզ անհրաժեշտ են բեկակալներ։ Բեկակալները կարող են լինել կոշտ բեկակալներ, այսինքն ավելի պինդ որևիցե մի նյութից, օրինակ կարող են լինել փայտ, կարող է լինել որևիցե մի պինդ փաթաթված թերթ, կարտոնի կտոր եւ այլն, ինչ որ մենք կարողանանք գտնել այդ պահին, եւ փափուկ բեկակալներ, որևիցե գործվածքներ կարող են լինել, որով կարող ենք մենք ֆիքսել վերջույթը։ Սակայն բեկակալներ կարող են
լինել նաև մեր մարմնի մասերը, օրինակ վերին վերջույթը մենք կարող ենք ֆիքսել կրծքավանդակին եւ անշարժացնել ստորին վերջույթը, վնասված վերջույթը ֆիքսում ենք առողջ վերջույթի հետ եւ անշարժացնում ենք։ Վնասվածքների մեծամասնությունը ուղեկցվում են ներքին կամ արտաքին արյունահոսությամբ։ Երակային կամ մազանոթային թեթև արյունահոսությունը կարելի է կանգնեցնել սեղմող վիրակապով։ Վերքը պետք է մանրէազերծել մաքուր կտորով կամ անձեռոցիկով, ապա կապել բամբակե կամ թանզիվե գլանափաթեթով։ Նաև կուզեի հորդորել մեր ծնողներին, որ երբեք չի կարելի ինչ-որ մի բան քսել, տրորել, եթե կա կասկած, որ այդտեղ կոտրված կա, պետք չի ինքնուրույն պտտել, շարժել, փորձել տեղը գցել կամ փորձել ուղղել այն դեֆորմացիան, այն փոփոխությունը, որը կլինի վերջույթում վնասվածքից հետո, այդ բոլորը կարող են խորացնել վիճակը, դա կանի մասնագետը, ինչ պահանջվում է մեր ծնողներից կամ սառացնել վնասված մասը, անշարժացնել, այնուհետև տեղափոխել։ Կոտրվածքների դեպքում գրագետ ցուցաբերած առաջին օգնությունը հետագայում կոտրվածքների հեշտ վերականգնման երաշխիքներից մեկն է, քանի դեռ շտապ օգնությունը ճանապարհին է, մի քանի կանոն մտաբերելով կարելի է հեշտությամբ օգնել փոքրիկին։ Մայրիկների ակումբը մի խումբ ապագա եւ ներկա մայրիկների ակումբ է, ուր լսելի է բոլորի ձայնը։ Մեր ակումբի անդամներն ու անգամ նրանք, ովքեր դեռ չեն հասցրել համալրել մեր շարքերը, անգամ փոքրիկ անհանգստության կամ մտահոգության դեպքում հաճախ հենց մեզ են դիմում, օգնություն ակնկալելով։ Մենք նամակներին պատասխանում ենք խորհրդակցելով տարբեր մասնագետների հետ։ Որոշ նամակներ էլ հեղինակների խնդրանքով քննարկում ենք տաղավարում։ Հերթական նամակի հեղինակ մայրիկը հոգեբանի խորհուրդների կարիքն ունի։ Մայրիկների ակումբում է հոգեբան Հասմիկ Ազատյանը։ Ողջույն Հասմիկ։ Հասմիկ, դուք այստեղ եք այսօր օգնելու մի հեռուստադիտողի, ով մեզ նամակ է ուղարկել, եւ ես շտապում եմ ընթերցել նամակը, որպեսզի ձեզ ու հեռուստադիտողներին պարզ լինի, թե ինչի մասին ենք խոսելու։ Ողջույն սիրելի մայրիկների ակումբ, ես մի հարց ունեմ հոգեբանին։ Խորհրդի կարիք ունեմ։ Ամուսնուս ու սկեսուրիս պատճառով երեխաս արդեն հրաժարվում է դպրոց գնալ։ Տղաս 4-րդ դասարանում է սովորում։ Ամեն փոքր խնդրի դեպքում սկեսուրս կամ ամուսինս գնում են դպրոց, սկանդալներ սարքում, միջամտում, բողոքներ, դիմումներ, ցածր գնահատականի ուսուցչի նկատողության, ընկերների հետ կապված խնդիրների դեպքում։ Ծնողներն արդեն ինձ հետ էլ չեն խոսում, նույնը ուսուցիչները, իսկ դասընկերները նկատել են, որ սկսել են ծաղրել տղայիս, նա էլ շատ է նեղվում ու ասում է չեմ գնալու դպրոց։ Ինձ էլ ասում են սկեսուրս եւ ամուսինս, որ դու անուշադիր ծնող ես, թույլ ես, քո գլխին կնստեն, մենք չլինենք։ Ահա նամակը, բովանդակությունը, փաստորեն մենք գործ ունենք 4-րդ դասարանում սովորող աշակերտի հետ, մոտավորապես 10-11 տարեկան, այսինքն դեռահասության շեմին։ Ես միանգամից հասկացա, որ մենք գործ ունենք մի քիչ գերխնամ կանող ընտանիքի հետ, որովհետև երբեմն նման իրավիճակներում տատիկներին, հայրիկներին, ինչու՞ չէ նաև մայրիկներին թվում է, որ երեխայի փոխարեն պետք է շատ բան անել շփումների մեջ, որը հանգեցնում է ավելի բարդ իրավիճակների։ Այստեղ մի քանի հանգամանք պետք է առանձնացնել, նախ որ երեխայի մոտ արդեն սկսվող դեռահասության տարիք է, եթե այսպես հաշվենք տարիքով, այսինքն նա փորձում է առանձնանալ եւ պետք չի նրան ուղղորդել ինչ որ հարցերում, մանավանդ շփումների հետ հասակակիցների պարագայում։ Փաստորեն ներողություն, առաջինը տուժում է, սկսենք, հա, անպայման այստեղ առաջինը տուժում է երեխան, բայց այստեղ հարցը կարծես թե վերաբերվում է մեծերին, երեխային դեռ պետք է առանձին ուսումնասիրել։ Մի քիչ այսպես մասնագիտական դժվարություն կա նամակով հարցին վերաբերվել, որովհետեւ հոգեբանի մոտ պետք է այցելեն, ամեն մանրում այստեղ շատ կարևոր է, շատ է կարևորվում։ Սկսած պատմությունը, ով է պատմում, ով է առաջինը դիմել, այս ամեն ինչը շատ կարևոր է։ Բայց գլոբալ իմաստով շատ հանդիպող ու ակտուալ հարց է մեր այսօրվա իրականության մեջ, կխնդրեի կամ կհորդորեի կամ խորհուրդ կտայի տատիկին ու հայրիկին մի քիչ երեխային ավելի ուղղորդել, ոչ թե նրա փոխարեն ինչ-որ բաներ անել, բայց այստեղ փորձեմ գտնել նաև կրթական միջավայրի մի փոքր թերացում ասեմ, ինչ ասեմ, որովհետև այստեղ երեխայի դասղիկը մեծ անելիք ունի։ Կրթական որովհետև այստեղ մենք պետք է հասկանանք, որ դպրոց դասարանը դա երեխաների կամքով հավաքված խումբ չէ, այսինքն այստեղ հավաքվել են երեխաներ տարբեր խառնվածքի, տարբեր արտաքինի, տարբեր բնավորության եւ հնարավորությունների տեր երեխաներ, այսինքն
խումբը ինքնին պարտադրված խումբ է, երեխաները տարբեր են, նրանք կարող են տարբեր ձև իրար վերաբերվել եւ ուսուցիչը շատ մեծ գործ ունի անելու։ Կարելի է դիմել ուսուցչին, դասղեկին, որը իր այսպես դաստիարակչական նոտաներով այս ամեն ինչը կարող է շտկել։ Այսինքն մայրիկը դիմի դասղեկին։ Այո, մայրիկը կամ հայրիկը ծնողներից մեկը։ Տատիկին կփորձեի մի քիչ առանձնացնել, որովհետև իմ կարծիքով առաջնայինը դա մայրիկ-հայրիկ։ Տատիկները իհարկե դա կբացատրեն որպես սիրո եւ ջերմության դրսևորում, բայց սա գերխնամք է ինչ-որ իմաստով։ Շատ կարևորում եմ այս հետևողականությունը, բայց տեսեք, որ արդեն ինքը խանգարում է ընդհանուր դպրոց չհաճախելու ցանկությունը առաջացնում երեխայի մոտ։ Երեխայի ինքնուրույնության մասին խոսենք, արդյոք նման գերխնամքի արդյունքում հնարավոր է, որ տղան ինքնուրույն տղա մեծանա, մարդ ինքնուրույն։ Սեռի մասին տղա թե աղջիկ իհարկե խոսելը կարևոր է, բայց այստեղ ընդհանուր առմամբ ասենք, որ այո, կարևոր է։ Դպրոցը հենց տարիքային այնպիսի մի վիճակ է, որ պարտեզի տարիքում դեռ երեխաներին մենք ուղղորդում ենք, իրենց փոխարեն ինչ-որ բաներ ենք անում, բայց դպրոցը այնտեղն է։ Պարտեզում փորձում ենք չմիջամտել, Փորձում են չմիջամտել, դեպք է լինում, ոչ շատ լուրջ։ Փորձում են չմիջամտել այն ծնողները, ովքեր որ լավ են պատկերացնում, ովքեր որ լավ են պատրաստված, ովքեր որ շատ են կարդացած, դա է պետք երեխային դժվարությունները, վեճերը։ Այո, ինչ որ իմաստով ծնողը այսպես այդ էմոցիաները ցույց չի տալի եւ այո, չպետք է ցույց տա, որ երեխան չզգա, որ դա տագնապային հարց է, դա դժվար հարց է։ Միշտ պետք է երեխան զգա այդ պաշտպանվածությունը մշտապես, այսինքն չպետք է բարձի թողի լինի։ Շատ սխալ է երեխային ասել, բանի տեղ մի դիր, կանցնի, էլ քեզ ձեռք չեն առնի, որովհետև դա մեր համար երկրորդական տեղում է, մեր կյանքի այս կարևոր հարցերի հետ համեմատած, բայց դա երեխայի անձնական խնդիրն է, նա ապրում է դրանով, պետք չի հետաձգել։ Ծայրահեղ իրավիճակների կարա նման բաները հասնի, որ երեխայի դպրոցը փոխեն, եղել են այդպիսի դեպքեր, բայց դա էլ հարցի լուծում չի, որովհետև խնդիրը իրավիճակում պետք է լուծվի, ուր էլ գնա նման խնդիր կարող է առաջանալ։ Պաստորեն այս իրավիճակում առաջին հերթին տուժում է երեխան, որովհետև եթե երեխան իսկապես նրան դուր չի գալիս տատիկի, հայրիկի մոտեցում, այսինքն նույնիսկ դասընկերները սկսել են ծաղրել, եթե մենք հիշենք դպրոցական մեր տարիները, ամեն դասանում կար չէ նման երեխա, ում ծնողը կամ տատիկը գերակտիվ էր ու փորձում էր միջամտել ու այդ երեխային միշտ ծաղրում էին իսկապես նրանց պատճառով ու երեխան իրեն հաստատ լավ չի զգում։ Հաստատ լավ չի զգում, որովհետև կողքի երեխաները դա զգում են, այդ տարբերությունը, եւ երեխային սկսում են վերագրել, սկսում են երեխային վերագրել անօգնականություն, ինքը իրեն չպաշտպանելու կարողություն, նման բաներ են վերագրում ու երեխան սկսում է իրեն վատ զգալ, այդ խնդիրը լուծման ճանապարհն էլ որպես երեխա մտածում է չգնալ, խնդիրը կլուծվի։ Այստեղ խորհուրդ կարելի է իրենց տալ, որտեղ նամակի մեջ կար խնդրանք, իրեն տանել ուրիշ խմբակներ, որտեղ երեխայի ինքնագնահատականը կբարձրանա, այսինքն ինչով, արդեն եթե երեխայի նախասիրություններով ուղղորդված խմբակ լինի, այսինքն լող նկարչություն ինչ-որ բաներ, այնտեղ արդեն խումբը կամովի է, չէ՞ հավաքված։ Ես սկզբում ասացի, որ մենք դպրոցի խումբը պարտադրում ենք։ Գալիս են ուղղակի իրար կողք նստում են, բայց եթե գնում է այնտեղ, որտեղ ինքն է ուզեցել գնա եւ բոլորն են ուզեցել գան այդտեղ, արդեն խումբը ստացված խումբ է համարվում։ Եվ իհարկե մուտքը արգելել հայրիկի տատիկի։ Դե արգելել մի քիչ հիմա ես ինչ-որ բաներ կարող եմ ասել ու բոլոր տատիկները էկրանների այն կողմից լիքը բաներ արդյոք ովքեր չեն թողնում երեխային կայանալ իր շրջապատում։ Հարցը շատ ցավոտ է, շատ նորից եմ ասում, շատ ժամանակին հարիր հարց է, շատ հանդիպող։ Այո, տատիկները մի քիչ պետք է այդ հուզական վիճակները իրենց մեջ պահեն։ Եվ հասկանալ, որ դրանով խանգարում են։ Երեխային հետևելով, պաշտպանելով, բայց հուզականորեն ավելի քիչ դրսևորումներով։ Բայց ամենագլխավորը նա է, որ երեխան պետք է ընտանիքում զգա այդ սերն ու ջերմությունը։ Եվ գիտեք, դրանից շատ հարցեր են լուծվում։ Երեխան երբ ինքնավստահ է, նա հեշտությամբ բոլոր տեսակի բարդության խնդիրները շատ հեշտությամբ կարելի է լուծել, եթե տանը կա սեր ու ջերմություն ու համերաշխություն։ Մի քիչ կուզեի խոսել այստեղ մայրիկի դերի բարձրացման մասին, որովհետև ամեն մայրիկ չի, որ այսպես շատ հանգիստ կնստի ու կթողի տատիկը գնա դպրոց։ Այս շատ կարևոր հարց է։ Իսկ երեխան դա էլ է զգում։ Այո։
Այսինքն եթե անգամ կան հարցեր, որ կարծում եք լուրջ է, հրատապ է, պետք է գնալ, միջամտել, շատ ցանկալի որ մայրիկը դա անի կամ հայրիկը, եթե հայրիկն էլ այստեղ հարցը թույլ են տալիս մայրիկը դա անի, թե չէ, դա հարցի մյուս կողմն է, դրա համար ինչ որ բաներ չեմ ասի, որտեղ այդ մարդիկ էստեղ չեն կարող խոսել։ Եթե մենք հանդիպեինք նման իրավիճակում, շատ ավելի նուրբ ու մասնագիտական բաներ կարելի է ասել։ Գլոբալ իմաստով այսպես կարելի է կազմակերպել, բայց միշտ հիշել, որ չվնասենք երեխային, այս ամեն ինչը վնասում է։ Հետո ինքն մի քանի տարի հետո որ հետ հայացք նետեն, դա ուղղակի ծիծաղելի կլինի։ Եվ հաշվի առնենք, որ սկսվում է դեռահասության փուլը, երեխան արդեն այստեղ ինքնահաստատման, ինքնագնահատականի, ինքնարեալիզացման հարցեր է լուծում, որը պետք չէ այդպես ակտիվ լուծել ծնողների կողմից։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Մայրիկների ակումբում կարևոր է ամեն վայրկյանը։ Մենք փորձում ենք հնարավորինս օգտակար ծախսել այն րոպեները, որոնք մայրիկները տրամադրում են մեր հաղորդմանը։ Եթե կունենաք ազատ ժամանակ, միացեք մեր Facebook-յան էջին, պատմեք մեզ ձեր մասին, գրեք մեզ ձեզ հուզող ու հետաքրքրող թեմաների ու հարցերի մասին։ Մենք ձեր նամակներն անպատասխան չենք թողնում։ Մայրիկների ակումբի բոլոր թողարկումները տեղադրվում են առաջին ալիքի կայքում։ Դիտեք, եթե բաց եք թողել։ Ձեր օրն ավելի հաճելի կազմակերպելու համար հաճախ կրկնեք մեր կարգախոսը՝ մայր լինելը ոչ թե հոգս է, այլ երջանկություն։